Այսպես ինֆորմացիա գնաց, մատ ինձ թիվը ճիշտ կասեք, Սամվել Կարապետյան եւ Նիկոլ 30 քանի տոկոս 34-33 էր։ Մոտավորապես հա, այսպեսի ոնց եք դա գնահատում եւ այս ժամանակահատվածում ինչ կոնկրետ բան հիմա ես ճիշտ ասած շատ ողջունում եմ որ շատ կոնկրետ բաներ են ասում օրինակ փոքր բիզնեսը որտեվ հաշվարկ են արել դա տնտեսության բանի բյուջեի 1-2%-ն է կազմում օրինակ փոքր բիզնեսը սիրելի հայրենակիցներ նշանակում է վարսավիրանոցներ ավտոլվացման կետեր փոքրիկ կրպակներ խանութներ հացատներ եւ այլն այդ բոլորը ազատվելու են հարկերից շատ կոնկրետ բան քայլ է կամ կոնկրետ հաշվարկ կա որ թոշակը չգիտեմ 3 անգամ բարձրանալու է 5 անգամ բարձրանալու է 300,000 աշխատատեղ եւ այո ես չգիտեմ ինչ է ճիշտ թիրախներ է ընտրված եւ ինչ ունեք առաջարկելու որտեղ է շատ խոցելի եւ որտեղ է կորցնում Նիկոլը տեսեք Սամվել Կարապետյանի թիմը իրենք ըստ էության շեշտը դնում են իրենք հասկանում են որ այն ընտրազանգվածը, որը որ սովորաբար չի մասնակցում ընտրությունների կամ սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվում է, որ իրենք չեն կողմնորոշվել եւ այլն, իրենք այլընտրանք են ման գալիս, սպասում են այլընտրանք կամ մոտիվացիա, ինչու իրենք պետք մասնակցեն ընտրությունների ընդհանուր առմամբ, որովհետեւ դա խոպան է, այսպես ասենք, ցանկացած քաղաքական ուժի համար։ Տվյալ պարագայում իրենք շատ լավ հասկանում են, որ այդ զանգվածը ինքը իր տեսակով, այսպես պայմանական ասած, հեղափոխական չէ, ինքը սպասում է ինչ որ այսինքն այդ զանգվածին են տանելու իրանք հիմնականում աշխատում են դրա վրա, դա չի նշանակում, որ այլ ընտրազանգվածներից էլ կորելացիաներ չի լինելու է, հաստատ լինելու է ընդհանուր առմամբ, բայց այնուամենայնիվ աշխատում են այն ընտրազանգվածի վրա, որը դրական ինչ որ իմպուլսներ է բանանում, սպասում, ոչ թե զուտ քննադատություն է սպասում, ընդդիմադիր ռետորաբանությամբ, այլ նաև սպասում է ինչ որ այլ ընտրանքային մոտեցումներ հենց տնտեսության մեջ։ Իրենք առաջին հերթին զբաղված են սոցիալ-տնտեսական ոլորտում ծրագրեր ներկայացնելով, որովհետև երբ դու գնում ես եւ ներկայացնում ես, որ ես օրինակ այսինչ վայրում գործարան եմ բացելու, եւ դա ասոցիացվում է Սամվել Կարապետյանի հետ, այլևս հարցեր չեն առաջանում փողը որտից է լինելու ընդհանուր օրինակ եթե այլ ընդդիմադիր ուժեր թեկուս շատ լավ ծրագրերով գնան եւ ասեն որ այդ նույն գործարանը պետք է բացեն հարց է առաջանալու փողը որտից է իրանց դեպքում այդ նման հարց չեն տալիս անհավասարակ որովհետեւ մոտավորապես բարձր փողը որտից է Սամվել Կարապետյան գումարած բանը ընկերներ եւ այլն այսինքն իրենք այս առումով շատ հասկանալի իրենք ընկալելի են այսինքն ինչ որ իմաստով Գագիկ Ծառուկյանի հետ բանն ֆենոմենն է շատ որ նախկինում ասենք այդ միշտ ասում է որ այդ դա կար բայց ուղղակի այստեղ մասշտաբները այնուամենայնիվ համաձայնում եք շատ ավելի մեծ են շատ մեծ հնարավորություններ են այսինքն եթե այնտեղ միլիոնների մասն է այստեղ միլիարդների մասն է գումարած կապեր գումարած արդյոք չեն խանգարելու տեսեք ասում եք չէ որ այդ հեղափոխական բանը չի արդյոք չեն խանգարելու իրար տեսեք այնտեղ Ռոբերտ Քոչարյանի թիմն է Սամվել Կարապետյանի եւ ամենայն հավանականությամբ չոր դաշինքով Գագիկ Ծառուկյանը կա ինչու եթե խոսում ենք անվտանգության մասին պարզ է չէ բոլորը հասկանում են որ այդ անվտանգություն ապահովողը եղել է Ռոբերտ Քոչարյանը հիմա եթե գալիս է Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ գործունեություն է ծավալել Հյուսիսից մեր անվտանգությունը կապված է եղել Ռուսաստանի Դաշնությանը դա կարող է նաև ապահովել Սամվել Կարապետյանն ինչ որ իմաստով նաև Գագիկ Ծառուկյանը ինչ վերաբերվում է թոշակներ տնտեսական բանվիճակ ռեալ ցույց է տվել ասենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ռեալ 5 անգամ բարձրացել է եւ այլն եւ աշխատավարձը գիտեք աշխատավարձ բան գոյություն չուներ ինչ է տեղի ունեցել հիմա այս իմաստով էր Սամվել Կարապետյանը գալիս այսինքն եւ նույնը Գագիկ Ծառուկյանը չէ խանգարելու իրար արդյոք մասամբ իհարկե նորից եմ ասում որոշակի բաներ խաչվելու են որոշակի չափով բայց այնուամենայնիվ իմ կարծիքով մասնավորապես եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի իրենք ես կարծում եմ այդ խանգարելու տոկոսը բավականին ցածր է լինելու իհարկե կարող է լինել դուք հիշեք մի ժողովուրդը գնում է այն մարդու հետից որ մտածում է ինքը կմոբիլիզացնի կտանի նայեք ես դրա մասին եմ հիմա ուզում ասեմ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը դա ռադիկալ անդիմադիր ընտրազանգված է որոնք ոչ միայն ապագան են ուզում տեսնեն կամ ապագա տնտեսական ծրագրեր կամ չգիտեմ այլ ծրագրեր, որոնք ներկայացնում է Սամվել Կարապետյանը, այլ նաև ուզում են տեսնել մի ուժ, որը որ գալու է նաև, այսպես ասենք, պատժելու է
որը որ շատ կտրուկ են տրամադրված։ Սամվել Կարապետյանը չի պատժելու տարան, քանի ամիս նստածեցին մեր կալանավը։ Ընկալման մասին է խոսքը։ Քաղաքականության մեջ մանավանդ ընտրական գործընթացներում շատ կարևոր է ընկալումը առհասարակ։ Եթե Սամվել Կարապետյանի պարագայում կարող է ամեն ինչ այսպես արդարության առումով ամեն ինչ այդպես է լինել, բայց այնուամենայնիվ ինքը ընկալվում է որպես ավելի շատ կառուցողական գործիչ, որը որ կարող է տնտեսություն վերականգնել, տնտեսություն ընդհանրապես ձևավորել, գիտեք, արդյունաբերություն, 300,000 աշխատատեղ, դեղերի 20% միջև էժանացում, իրենց ծրագիրը գիտեք, իրենք ընդամենը որքանով հասկանում եմ, այն 5 կետերն են ներկայացրել, որոնք գետնի վրա բոլորին հետաքրքրում են, որովհետև դա ավելի շատ միկրոտնտեսություն է, այլ ոչ թե մակրոտնտեսություն։ Ես կարծում եմ այդ ծրագրերն են ներկայացվելու ապագայում։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում դա արդեն իմ կարծիքով բավականին կարծրացած ընտրազանգված գոյություն ունի, որոնք ավելի արմատական են տվյալ դեպքում տրամադրված։ Եվ թե Սամվել Կարապետյանը, եւ թե Գագիկ Ծառուկյանը, դա այն իրենց քաղաքական ուժերի մասին եմ ասում, դրանք այն ուժերն են, որոնք թերևս ամենաշատը կարող են Նիկոլ Փաշինյանից ձայներ վերցնել գյուղերում։ Մարզերում Իսկ հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը։ Գիտեք, մի քիչ դժվար է դրա մասին խոսել, որովհետև իրենք ընդհանրապես դեռևս չեն հայտարարել նույնիսկ մասնակցում են, թե չէ, որպեսզի մենք կարողանանք խոսել ֆորմատի մասին։ Պարզ է, որ եթե իրենք հանգարց Եթե իրենք առանձին մասնակցեն, միայն հանրապետական կուսակցությունը։ Ես գիտեք, կարծում եմ, որ ամեն դեպքում ոչ թե առանձին են մասնակցելու, որ այլ փորձելու են ինչ-որ մի հատ այլ ֆորմատ գտնել, որովհետև տրենդը հիմա ավելի խոշորացված բաների մասին է, խոշորացված ինչ-որ ֆորմատների շուրջ է գնում։ Մենք հիմա արդեն տեսնում ենք մոտորապես մի 4 խոշորացված, խոշոր կամ 4-ի մասին արդեն խոսում են։ Դա արդեն փաստ է ընդհանուր առմամբ, հա։ Բայց պատկերացնեք 5 այդպես խոշորացած բանով ընդդիմությունը գնա, ինչ է լինելու։ Դրա համար հանրապետականի մասին չեմ խոսում, բայց եթե նույնիսկ հանրապետականը ասի, որ չի մասնակցելու, միևնույնն է իր ընտրազանգվածը, սկսած իրեն շարքերից վերջացած ընտրազանգվածով ինչ որ մեկին ընտրելու է, միևնույնն է դա ընդդիմություն է լինելու։ Հիմա ամենառադիկալը, ինչպես ասացի, գուցե գնում է Քոչարյանը ընտրում, շարքերի մասին է խոսքը, հաշվի առնելով այնտեղ խնդիրներ կան վերնախավերում, գուցե այդպես բան չի, բայց շարքերի առումով այսպես ինչ որ միտեղ գնալու են, կամ արմատական են գնալու, կամ գնալու են, ասենք, այն մյուս ընդդիմադիր բևեռներին ձայներ տալու։ Այստեղ գիտեք, ամենակարևոր խնդիրը այն է, որ դու պետք է կարողանաս մասնակցությունը զգալիորեն ավելացնել, որովհետև 50%-ից ավել ցանկացած տոկոս ինքը զգալիորեն նվազեցնում է Նիկոլ Փաշինյանի շանսերը։ Իսկ դրա ամենակարևոր նախադրյալներից մեկը այն է, որպեսզի դու կարողանաս ընդհանուր ընտրազանգվածին, թե ավելի ռադիկալ կամ հեղափոխական տրամադրել, այն որ փողոց են դուրս գալիս, որովհետև կա զանգված, որը փողոց դուրս չի գալու, բայց ընտրության օրը գնալու է եւ քվեարկելու է դեմ իշխանությանը։ Կարողանաս իրենց բերել ընտրատեղամաս։ Այսինքն դու պետք է, իսկ դա շատ կարևոր է, եթե լինի ընկալում, որ սա միասնական ճակատ է ընթանում, ստրատեգիական միասնություն կա, հակաիշխանական, մնացածը տակտիկա է։ Մի բան էլ, տեսեք, հանրապետականը մեծ փորձառություն ունի ընտրությունների, Հայաստան Դաշինքն այնտեղ հայ-հեղափոխական դաշնակցությունը մեծ փորձ ունի, Գագիկ Ծառուկյանը մեծ փորձ ունի ընտրությունների, բայց օրինակ մեր ձևը չունի։ Ոչինչ դա ընտրությունների ժամանակ դուք գիտեք ընտրատեղամասերը շատ կարևոր են։ Ես կարծում եմ իհարկե դա խնդրեմ է, դա կարող է խնդրեմ լինել, բայց այդ ուղղությամբ հիմա մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար ամենտեղ աշխատում են, որովհետև ես տեսնում եմ, օրինակ սոցիալական ցանցերով եմ կանում շատ դեպքերում, օրական 3-4 բան է բացվում, գրասենյակ է բացվում, այսինքն շտաբ է բացվում։ Դա նշանակում է, որ ես կարծում եմ, որ նաև մարդկային ռեսուրսներ են ներգրավում, այդ թվում փորձված մարդկանց։ Փորձված։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչին ես վստահում եմ, որ այս 3-ն են, որտեղ 20-30 տարի մեջն են եղել։ Ուղղակի ժամանակը գուցե կարճ է, բայց պետք է այդ ամեն ինչ արվի զուգահեռաբար, բայց ես մի բան էլ ասեմ, դուք հիմա նշեցիք էսա փորձված է, նա փորձված բան, ես կարող եմ ասել, հաստատ ընտրությունների մասնակցել են, չէ՞, բոլորը։ Բայց ես կարծում եմ, մենք երբևիցե չենք ունեցել այսքան ռեսուրսային ընդդիմություն։ Երբևիցե մեր պատմության ընթացքում ռեսուրսային բոլոր առումներով, այդ թվում նաև փորձի առումով, որը կուտակվել է։ Ռեսուրսային նկատի ունեմ կառույցներ, ֆինանսներ, կապեր, նույնիսկ արտաքին մեդիա ռեսուրսներ, այսինքն կան ստարտային առումով, եթե սա ստարտային է դեռևս իրավիճակը, բավականին հետաքրքիր իրավիճակ է, կա շանս։ Եվ դա այն պարագայում, երբ իշխանությունը
գրեթե չի կարողանում ոչ մի կերպ իր ռեսուրսը մեծացնել։ Մենք տեսնում ենք 2 տարի է զբաղվում է նախընտրական կամպանիայով այն բանը կախիչներից սկսած այդ փուլից հունվարից Չէ, մենակ այն պատկերը, որ դիսկո է, այդ ինչա կոչվում, դիսկո թե ինչ։ Վարչաբենդը։ Չէ, դիսկո է, այսինքն ինչա ցկցկոցա կազմակերպում։ Այսինքն ամեն ինչ խեղճ տատի պապիներ, այն ավտոբուսի ժողովրդի հույսին է մնում։ Ամեն ինչ անում է, որպեսզի այդ իր սոցիոլոգիական գոնե տվյալներով 15%-ի այդ շրջանակը մի քիչ մեծացնի, բայց չի ստացվում։ Ինչու մենակ գնաց 3 առաջ օրը եկեղեցի։ Դե մենակ չէր, պարզ է, էլի հայրենակիցներ 100 հոգի կային, ուղղակի հայտնի դեմքեր։ Այդ ոչ մեկի մտքով չհասնի, որ ինքը իր այդ 30 հոգին կան Թիկնազորը, ամենայն հավանականությամբ ինչքան կլինեին առա։ 60 100 հոգեր կողքից։ Ես կարծում եմ իր համար ես միշտ եմ դա ասել, իր համար այդքան կարևոր չի շատ մեծ զանգվածներ տանելը հիմա, իր համար շատ ավելի կարևոր զուտ փաստը, որ ինքը պարակտում է, ինքը ունի իր եկեղեցին, այսպես ասենք, պայմանական։ Բայց որ գնում դուրս է գալի, հետևից մաքրագործում են ու սկսում են վեհապար հոր անունը տալ։ Դե հիմա իր ամենամեծ խնդրեմը այս եկեղեցու դեմ պայքարում ամենաառաջի եւ մեծ խնդրեմը, որը իր բանից հանում է, հունից հանում է, ինքը քարոզչությունը պարտվել է։ Հա, ինքը միշտ բոլոր բաներում իր գլխավոր զենքը միշտ քարոզչությունն էր, մանիպուլատիվ կլինի, թե ոնց կլինի, հիմա ինքը պարտվում է։ Հենց դրանում է, հենց դա իրեն բանից հանում է, ունից հանում է, այսինքն հիմա իր խնդիրը նա չէ, որպեսզի ինչ որ մի հերթական վարկաբեկված պաշտոնյան հետը տանի այնտեղ։ Իմիջիայլոց ինքն էլ է նույնիսկ հասկանում, որ դրանք ոչ մի բան իրան չեն տալիս, ուսապարկ եղել են, անլեզու են եւ այլը, ցանկացած լրագրող իրենց կարողանում է հունից անել, ցանկացած լրագրող կարողանում է վարկաբեկել ընդհանրապես վարչապետի հակաեկեղեցական արշավը։ Շատ լավ, եւ ինձ խնդրեցի, որ նորից ասեմ, ուրեմն այսօր փետրվարի 9-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ակցիան կիրականացվի Բաղրամյան 26 հասցեում նախագահականի մոտ, այսինքն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ժամը 18:00-ին։ Հիշում եք, եւ բոլորն էին հայտարարել, եւ Հայ-Աղափական Դաշնակցությունն է հայտարարել, եւ Հայաստան Դաշինքը առաջինը սրա մասին խոսեց Արմեն Աշոտյանը, որ մենք պարտավոր ենք բոլորս լինել այնտեղ։ Ես հույս ունեմ, որ ում մեջ մի քիչ մարդկային բան կա, հայ կա, չգիտեմ ինչ, բոլորը պիտի լինեն այսօր ժամը 6-ին նախագահականի մոտ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանում է, պահանջով, խնդրով, դիմելով, որ Հայաստանի բանտերից ազատ արձակվեն մեր հոգևորականները եւ Բաքվի բանտերից ազատ արձակվեն մեր հայրենակիցները։ Այո, ես կարծում եմ կարևորագույն միջոցառում է եւ շատ բացառիկ շանս։ Այո, շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Նաիրա Զորաբյանի հետ։